Գիրագի 16 նոյեմբերի 2025-ին Long Island-ի Garden City հյուրանոցի մեջ Հյուսիսային Ամերիկայի արևելյան հայոց թեմը մեծաշուք հանդիսությամբ նշեց իր հովաբեդին նորին սուրբոձություն դեր Արամ առաջին սրբազնագույն կաթողիկոսին քաղաքալության 30-ամյակը։ Ճաշկերույթի ընթացքին հերթապար ողջունի խոսքեր արտասանեցին Սյուզան Ճիֆճյան, Արամ Սարաֆյան, Արամ Համպարյան եւ առաջնորդ սրբազան հայրը։ Ուստերի հոգևոր հովիվ Կերաբադիվ դեր Արդակ Ծայրակուն վարտաբեդ Արաբյան համաբարփակ կերպով ներկայացուց նորին սրբությունը։ Անհատկապես սավ վեապար հայր, լոկ բարերու ներտաշությամբ ցերկով նյուսերու փորձը չէ որ կգադարենք այստեղ, այլ Քրիստոսապյուր ավետարանի լուսաջաջանչ տողերն արձականքելով գվգայենք թե մշակն իր վարձքին արժանի է։ Հայրական ու հայրաբերական իմաստություն արդացոլող խոհերու գողքին Անտիլիասի ու Անտիլիասագանի ոգով շահախված ծերպեղուն կորձունեությունը արար աշխարհի գվգայ է թե հայոց աշխարհի դարածքին մեր նախնյաց արժանիքներն ու ավանդները շնորհիվ իրենց արժանանտիր քաղաքալին դագավին խորք ու գշիր գբարդատրեն մեր թե ներգայի եւ թե աբակայի սերունդներուն։ Ցերգաթոյգոսական քաղաքալության 30-ամյա հոպելյանին արիթով ահավասիկ եկեղեցի ու ժողովուրդ դարձյալ գուկանք վերանորոգելու մեր ուխտը եւ երթվելու արաքելավանտ մեր սուրբ աթորին արասված ճախրանքին տև ու թրիչ դառնալու։ Խոսքարին նաև Միացյալ Ազգերու գազագերբության մոտ Վատիկանի տեսփան Գաբրիել arczepiskopos Կաչյա եւ Դիեզերական Պատրիարքության ներկայացուցիչ Նեկտարիոս եպիսկոպոս։ Անոնք ընդգծեցին վեապար հայրաբեդին 30 դարվան ընթացքին գդարած իրակորձումները հատկապես շեշտը տնելով միջեկեղեցական ու միջկրոնական մարզերուն վրա։ Հանդիսության ավարտին վեապար հայրաբեդը հղեց իր օրհնության խոսքը։ Ան իր քննադանքը արտահայտել է այդ քանթիսությունը գազմագերբող առաջնորդ սրբազանին ասկային վարչության, ինչպես նաև խոսառնոներուն, ըսավ թե նման արիտներ ոչ միայն գհիշեցնեն գդարված գործը, այլ նաև ումանավանդ գդարվելիքը։ Անցյալին նայել կնշանակե ճիշտ կերպով ծրագրել աբական, երբ կփորձենք մեր սուրբ աթորին անցնող 30 տարիներու կյանքին ու արաքելության արժևորումը գդարել, վստահաբար պիտի տեսնենք թե հսկա գործ է կատարված եւ այդ գործը արաքելություն է ու ծառայություն Աստուծո փառքին, մեր հայրենիքին, աստկին ու եկեղեցու համար։ Այս է Անտիլիասի արաքելության ճամփան ու նպատակը։ Այդ արաքելության մաս կգազմեն մեր միապան հայրերը, ժողովականներն ու մեր թեմերը։ Սփյուռքի վերագազմագերբումը ու մարդուժի պատրաստությունը պիտի դառնան գլխավոր մարզերը մեր սուրբ աթորին ծառայության։